Կինոսրա, նոր հաղորդաշար կինոյի մասին։ Ողջույն, Արմ ռադիոյի եթերում կինոսրա հաղորդաշարն է։ Սկսում ենք մի հաղորդաշար, որի կենտրոնում նոր ֆիլմերն են, դրանց հեղինակները, միջազգային կինոփառատոները, արդեն դասական դարձած ռեժիսորները, նորեկները եւ կինոյական այն բոլոր իրադարձությունները, որոնք հայտնվել են մեր ուշադրության կենտրոնում։ Այսօրվա մեր ռադիոյի եթերը փառատոնային է ստացվել։ Ինչպես գիտեք, մայիսին մեկնարկում է Կաննի միջազգային կինոփառատոնը, որը եվրոպական կարևորագույն մշակութային իրադարձություններից է։ Հունիսին էլ մեկնարկում է մեկ այլ ռուսական կարևորագույն կինոփառատոն՝ Կինոտավրը։ Իսկ հուլիսին Երևանում կկայանա շատ սպասված Ոսկե ծիրան 9-րդ միջազգային կինոփառատոնը։ Այս ամենի մասին կներկայացնեմ ավելի մանրամասն քիչ անց, իսկ հիմա կինոնորություններ։ Ժան-Լուկ Գոդարը սկսել է իր նոր եռաչափ ֆիլմի նկարահանումները խոսող շան մասին, որը կոչվում է «Հաջողություն խոսքին»։ Ֆիլմում գլխավոր դերում կնկարվի ռեժիսորի սեփական շունը։ Ֆիլմի սյուժեի մասին Գոդարը պատմել էր դեռ 2010-ին, նշելով, որ այն տղամարդու եւ կնոջ մասին է, որոնք այլևս ոչ մի լեզվով չեն կարողանում խոսել, եւ իրենց հետ սկսում է խոսել իրենց իսկ շունը։ Խոսող շանդերում կինոռեժիսորն ի սկզբանե իր շանն է պատկերացրել, քանի որ չի ցանկացել այդ դերի համար հատուկ վարժեցրած շան նկարել։ Գոդարի ֆիլմում հանդես կգան Էլոիզ Գոդեն, Զոե Բրյունոն, Կամել Աբդելը, Ռիշար Շևալյեն եւ Ջեսիկա Էրիքսոնը։ Անվանի կինոռեժիսորը նշել էր նաև, որ շատ կցանկանար իր ֆիլմում նկարել Համֆրի Բոգարտին եւ Ավա Գարդներին, եթե նման հնարավորություն ունենար։ Հայտնի ռեժիսոր Գիլերմո դել Տորոն առաջին անգամ անիմացիոն ֆիլմ կնկարահանի Պինոկիոյի մասին Մարկ Գուստավսոնի հետ համատեղ։ Սպասվում է, որ այս անիմացիոն ֆիլմը լինելու է Պինոկիոյի նոր տարբերակը։ Նոր Պինոկիոյի գործողությունները տեղի են ունենում Իտալիայում 2 համաշխարհային պատերազմների արանքում։ Դել Տորոյի խոսքերով այդ ժամանակ գրեթե բոլորն իրենց պահում էին որպես տիկնիկներ, բացառությամբ իրենցից տիկնիկներից։ Եռաչափ ֆիլմը թողարկելու է Ջիմ Հենսոն ընկերությունը, որի նկարահանումները կսկսվեն 2010-ին։ Անիմացիոն ֆիլմի դերասանական կազմը դեռ հայտնի չէ, սակայն Դել Տորոն Տոմ Ուեյթսին տեսնում է Պինոկիոյի հոր, իսկ Դոնալդ Սազերլենդին աղվեսի դերում։ Ռոման Պոլանսկին քաղաքական նոր թրիլեր կնկարահանի Դրեյֆուսի գործի մասին, որ կոչվում է «Դի». Ֆիլմի սցենարը գրելու է Ռոբերտ Հարիսը, որն ավելի ուշ սցենար էր գրել Պոլանսկու ուրվական ֆիլմի համար։ Ֆիլմի պրոդյուսերներն են լինելու ֆրանսիացի Ռոբեր Բենմուսան եւ Ալեն Սարդը, որոնք ավելի վաղ դաշնակահար եւ ուրվական ֆիլմերի պրոդյուսերներն էին հանդիսացել։ Պոլանսկու խոսքերով նա վաղուց էր մտածում ֆիլմ նկարել Դրեյֆուսի գործի մասին եւ մտադրված է այս պատմությունից լրտեսական ֆիլմ ստեղծել։ Կինոփառատոնը ապաքաղաքական չեզոք միկրոմոլորակն է այն բանի, թե ինչպիսին կարող է լինել աշխարհը, եթե մարդիկ կարողանային ուղիղ կապ հաստատել մեկը մյուսի հետ եւ խոսել մեկ ընդհանուր լեզվով։ Ժան Կոկտո։ Այս տարի Ոսկե ծիրանը կկայանա հուլիսի 8-ից 15-ը։ Փառատոնը ստացել է 1020 հայտ աշխարհի շուրջ 70 երկրից, ինչը վկայում է Ոսկե ծիրանի հանդեպ տարեցտարի աճող հետաքրքրության մասին։ Այս տարի փառատոնի ժյուրի նախագահը իսպանացի հայտնի կինոռեժիսոր 2010 թվականի Կաննի կինոփառատոնի գլխավոր ժյուրիի կազմի անդամ Վիկտոր Էրիսենն է։ Երևանի գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակման առիթով Ոսկե ծիրանը կներկայացնի նոր ծրագիր՝ գիրք եւ կինո խորագրով, որտեղ ընդգրկվելու են հայ եւ համաշխարհային դասական ստեղծագործությունների էկրանավորումները։ Մրցութային ծրագիրը 2012-ին կպահպանի 4 մրցույթները՝ միջազգային խաղարկային, միջազգային վավերագրական, հայկական համենապատկեր եւ կորիզ։ Վերջինս մեկնարկել է 2011-ին եւ անդրադառնում է երիտասարդ կինոռեժիսորների կարճամետրաժ ֆիլմերին։ Հարուստ ֆիլմացանկով կներկայանան երևանյան պրեմիերաներ, հետահայաց ցուցադրություններ եւ հարգանքի տուրք ծրագրերը, որոնցում սպասվում են մի շարք անակնկալներ համաշխարհային կինոյի վարպետներից։ Հարգանքի տուրք ծրագրի շրջանակներում կիրականացվեն Յուրի Երզինկյանի 90-ամյակին եւ Ֆրունզե Դոլացյանի 85-ամյակի նվիրված ցուցադրություններ։ Հատուկ կարևորությամբ կնշվի Անդրեյ Տարկովսկու 80-ամյակը։ Փառատոնի շրջանակներում արդեն 6-րդ անգամ կկազմակերպվի ռեժիսորներ առանց սահմանների համատեղ արտադրության ֆորումը, որը հանդիսանում է ռեժիսորներ առանց սահմանների արևելյան գործընկերության ծրագրի մի մաս եւ իրագործվում է Եվրամիության աջակցությամբ։ Փառատոնի օրերին կտպագրվի Ոսկե ծիրան ամենօրյա պարբերականը։ Սոչիում անցկացվող Կինոտավր կինոփառատոնը ներկայացրել է այս տարվա մրցութային ծրագիրը։ Մրցութային ծրագրում ընդգրկված են 14 նոր ռուսական ֆիլմեր, որոնց թվում բավական հետաքրքիր անուններ կան։ Բորիս Խլեբնիկովի «Մինչ գիշերը կբաժանի» ֆիլմի հիմքում ընկած են մեծ քաղաք ամսագրի լրագրողներից մի քանիսի մոսկովյան սրճարաններից մեկում հաճախորդներից լսած եւ այնուհետ գրի առած խոսակցությունները։ Ֆիլմը հետաքրքիր է ոչ միայն իր ֆաբուլայով, այլ նաև այն ֆինանսական մոդելով, ինչպես որ այն նկարահանվել է։ Ֆիլմում աշխատող խումբը ոչ թե հոնորար է ստացել, այլ պայմանագիր է կնքել ֆիլմի վարձույթից ստացվող տոկոսների դիմաց։
Հետաքրքիր կինոպրոյեկտ է ներկայացրել նաև Պավել Կոստոմարովն ու Ալեքսանդր Ռաստարգոևը։ Այս անգամ արդեն Ես քեզ չեմ սիրում ֆիլմով։ Սա արդեն Կոստոմարովի եւ Ռաստարգոևի Ես սիրում եմ քեզ կինոնախագծի շարունակությունն է։ Ռեժիսորները տեսախցիկներ էին բաժանել Ռոստով քաղաքի երիտասարդներից մի քանիսին եւ նրանց խնդրել, որ նկարեին իրենց առօրյան եւ ստացված նյութերից ռեժիսորները մոնտաժել էին իրենց ֆիլմը։ Կինոտավրի մրցույթում իր նոր Ապրել ֆիլմով հանդես կգա նաև Վասիլի Սիգարյովը։ Սա ռեժիսորի երկրորդ ֆիլմն է։ 2 տարի առաջ Սիգարյովի Գայլուկ ֆիլմը կինոփառատոնի 3 մրցանակի արժանացավ, այդ թվում լավագույն ֆիլմ մրցանակին։ Կինոփառատոնում կցուցադրվի Ալեքսանդր Միզգիրևի Կոնվոյ ֆիլմը, որն ընդգրկված էր այս տարվա Բեռլինի կինոփառատոնի արտամրցութային ծրագրում։ Այս տարին ժյուրին կգլխավորի Վլադիմիր Խոտինենկոն։ Կինոփառատոնի մեկնարկը կտրվի հունիսի 3-ին։ Փառատոնը կշարունակվի մինչև հունիսի 13-ը։ Կինոփառատոնը կփակի Ռենետա Դավլետարովայի Երկատե թիթեռ կինոնկարը։ Կաննի միջազգային կինոփառատոնը ստեղծվել է Ֆրանսիայի կրթության եւ արվեստի նախարար Ժան Զայի նախաձեռնությամբ, ով ցանկանում էր Ֆրանսիայում այնպիսի մի միջազգային կինոփառատոն հիմնել, որը կդառնար Վենետիկի կինոփառատոնի հակակշիռը։ Առաջին կինոփառատոնը նախատեսված էր անցկացնել 1939-ին Կաննում Լուիզ Լյումերի նախագահությամբ, սակայն երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումը փառատոնը հետաձգեց։ 1946-ի սեպտեմբերի 20-ին առաջին անգամ տրվեց կինոփառատոնի մեկնարկը։ Կաննի կինոփառատոնը սկզբնական շրջանում ավելի շատ սոցիալական մի ինչ-որ իրադարձություն էր հիշեցնում, որի ավարտին գրեթե բոլոր մասնակցած ֆիլմերը մրցանակներ էին ստանում։ Կարճ ժամանակում կինոաստղերի ներկայությունն ու կինոփառատոնը լուսաբանող մեդիայի շնորհիվ կինոփառատոնը արագորեն մեծ հեղինակություն ստացավ։ Ավելի ուշ 1948-ից 1950-ականներին կինոփառատոնն անցկացվում էր արդեն ամեն տարվա սեպտեմբերին, իսկ 1952-ից սկսած մինչ օրս արդեն ամեն տարվա մայիս ամսին։ 1950-ականներին Կաննի կինոփառատոնն ավելի հայտնի դարձավ շնորհիվ այնպիսի աստղերի, ինչպիսիք են Կիրք Դուգլասը, Սոֆի Լորենը, Գրեյս Քելլին, Ռոմի Շնայդերը, Ալեն Դելոնը եւ ուրիշները։ 1955-ին Դեբլերտ Մաննի Մարտի ֆիլմը Կաննի կինոփառատոնում առաջին ֆիլմն էր, որ ստացավ արմավենու ճյուղ մրցանակը, որը փոխարինեց մինչ այդ տրվող մեծ մրցանակին, որը շնորհվում էր լավագույն ֆիլմին։ Կաննի կինոփառատոնը իր կառուցվածքով բավական ճկուն է, որտեղ ոչ միայն ցուցադրվում են արդեն հանրահայտ ու համաշխարհային հռչակ վայելող ռեժիսորների ֆիլմերը, այլ նաև դեբյուտային ֆիլմեր, կինոդպրոցներից ներկայացված ֆիլմերը, ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմեր։ Կաննի կինոշուկան թերևս մի վայր է, որտեղ պրոդյուսերները, սցենարիստներն ու ռեժիսորները ամենից շատ են փնտրում իրար։ Այս տարվա 65-րդ Կաննի կինոփառատոնը կանցկացվի մայիսի 16-ից 27-ը։ Կինոփառատոնը կբացի Ուես Անդերսոնի Լիա Լուսնի թագավորությունը, իսկ փառատոնը կփակի Կլոդ Միլլերի Թերեզա Տեսկեյրու ֆիլմը, որը Ֆրանսուଆ Մորիակի գրքի էկրանավորումն է։ Մրցութային ծրագրում ընդգրկված է 22 ֆիլմ, ժյուրին գլխավորելու է Նաննի Մորետին։ Ամենահետաքրքիրը թերևս մրցութային ծրագրում տեղ գտած ռեժիսորներն են իրենց ֆիլմերով։ Այս ցանկում կան մի քանի ռեժիսորներ, ովքեր տարբեր ժամանակներում արժանացել են Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին։ Աբաս Քիարոստամինով 1997-ին ստացել էր Կաննի գլխավոր մրցանակը իր Բալի համը ֆիլմի համար, այս անգամ Կանն է ներկայանալու իր նոր Ինչպես սիրահարված ֆիլմով, որի նկարահանումները տեղի են ունեցել Ճապոնիայում։ Ֆիլմը պատմում է երիտասարդ ուսանողուհու եւ տարեց գիտնականի միջև ծնված անսպասելի սիրո մասին։ Կրիստիան Մունջիուն, ով ռումինական նորալիքի ամենավառ դեմքերից է, 2007-ին Կաննի գլխավոր մրցանակ ստացավ իր 4 ամիս 3 շաբաթ եւ 2 օր ֆիլմի համար։ Նա այս անգամ Կանն կգա իր թվով երկրորդ Բարձունքից այն կողմ ֆիլմով։ Միխայել Հանեկեն, որ Կաննի գլխավոր մրցանակն էր ստացել Սպիտակ ժապավեն ֆիլմի համար, այս անգամ կներկայացնի Սեր ֆիլմը, դաժան ու դրամատիկ պատմություն մի տարեց զույգի մասին, որը պայքարում է հիվանդության դեմ։ Բրիտանացի ռեժիսոր Քեն Լոուչը, որին նաև անվանում են բրիտանացի ռեալիստ, կներկայացնի իր թվով 27-րդ ֆիլմը՝ Հրեշտակների բաժինը։ Մրցույթում են հայտնվել նաև երկու հռչակավոր ֆրանսիացի ռեժիսորներ Լեոս Կարաքսն ու Ալեն Ռենեն։ Կարաքսի նոր ֆիլմը, որ կոչվում է Holy Motors, պատմում է երկու զուգահեռ իրականություններում տեղի ունեցող ճամփորդության մասին։ Գլխավոր դերում հանդես են եկել Միշել Պիկոլին, Կայլի Մինոգը եւ Եվա Մենդեսը։ Ալեն Ռենեն, որ արդեն բոլորել է իր 90-ամյակը, ներկայացնելու է իր «Դուք դեռ ոչինչ չեք տեսել» ֆիլմը։ Արտամրցութային ծրագրում ցուցադրվի Կաննի մեկ այլ մրցանակակիր թայլանդացի Ապիչատպոնգ Վիրասետակունի նոր Միկոնգ հյուրանոց ֆիլմը, գլխավոր դերում հանդես է եկել դերասանուհի Թիլդա Սվինտոնը։ Հատուկ հայացք բաժնում կցուցադրվի 7 օր Հավանայում կինոալմանախը, որի հեղինակներից են Լորան Կանտեն, Գասպար Նոեն, Խուլիո Մեդեմը, Բենիսիո դել Տորոն։ Արտամրցութային ծրագրում ցուցադրվի իտալացի հանրահայտ ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչի «Դու եւ ես» ֆիլմը։ Կաննի կինոփառատոնի ծրագիրը կազմողներն ամեն տարի փորձում են մեկ ընդհանուր թեմայի շուրջ հավաքել եւ միավորել ցուցադրվող ֆիլմերը, որոնք սյուժեի կամ այլ մանր դետալային գեղագիտական կապ ունեն, որոնք պատմում են այսօրվա աշխարհի վիճակի մասին։ Այս տարվա խորհրդանիշը կամ միավորող կապը կարծես թե սեր բառն է դարձել։
Սիրելի ռադիո լսողներ, այսօրվա կինոսրահն ավարտվեց։ Կինոսրահը Ալմ ռադիո եթերում կլինի ամեն երկուշաբթի եւ ուրբաթ նոր կինոիրադարձություններով։ Սպասեք մեզ։ Կինոսրահ, նոր հաղորդաշար կինոյի մասին։